Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Արթուր Սարգսակ Կարապետյանի հետ։ Արթուր Սարգսակ, շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Արթուր Սարգսակ այսօր մամուլի ասուլիս է տվել Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանը, անդրադառնանք նրա մի քանի հայտարարություններին։ Մասնավորապես նա չի ընդունում այդ տեսագրությունները, համարում է, որ դրանք կեղծ են, միևնույն ժամանակ այսպիսի մի արտահայտություն է անում, որ եթե դադարեցնեմ իմ պարտավորությունը, դա զավեշտական է համարում եւ ասում է, որ ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու։ Ես կխնդրեմ դուք ձեր կարծիքը հայտնեք նրա այս արտահայտած մտքի մասին։ Բարև ձեզ, շնորհակալություն առիթ ընձեռնելու համար։ Ես Արշակ Խաչատրյան դիվանապետ չեմ ճանաչում, եթե դուք նկատի ունեք քաղաքացի Սամվել Խաչատրյանին, ճիշտ ասած ես իր հարցազրույցները չեմ նայում, այտենց ցանկություն էլ չկա, բայց այսօր շատ այտենց հպանցիկ անցա իր մի քանի արտահայտություններով, այսինքն գռեհիկը խոսում է գռեհիկությունից, գիտեք ոնց Լիլիթ ջան, ես մի այնտեղ ուշադրություն դարձրեցի ձեր ամբողջ ասածին, ավելացնեմ նաև նա, որ մարդը ի նկատի ունի, որ ինքը կարա աշխարհիկ կյանքով ապրի, ինքը որ հեռանա, իրան ավելի ազատ կզգա, ես տենց հասկացա, այդ դեպքում եթե ինքը իրավունք ունի աշխարհիկ կյանքով ապրելու, ինքն էլ օրինակ ասենք սովորական քաղաքացին էլ, ես ուզում եմ հասկանամ այդ քաղաքացին ինչի՞ պիտի իրան սրբազան ասի, եթե ինքը պետք է ծխի, խմի ու զբաղվի այն բաներով, որը հոգևորականին վայել չի, ինքը ինչով է տարբերվել, եթե ինքը ոչի բանով չի ուզում տարբերվի քաղաքացուց, այդ դեպքում քաղաքացին իրան իրավունք պետքա չասի հայրսուրբ, էլ ինքը ով է, որ պետք է իրան ասի հայրսուրբ, այդ առաջինը Լիլիթ ջան, երկրորդը քաղաքացի Սամվել Խաչատրյանը, ես իր հետ ճեմարան եմ ընդունվել եւ սովորել, ինքը այն մարդն է, որը չմոռանանք 2018 թվին էկրաններով խոստովանեց, որ Գեղարդից մի կտոր նվեր է տվել Սանկտ Պետերբուրգի գուբերնատոր ինչ-որ Պոլտավչենկոին թե ում։ Ուզում եմ հասկանամ, այդ ինքը իր հոր տնից էր բերել, թե իրան ասենք չեմ մանում, կարող է Գրիգոր Լուսավորիչն էր կտակել իրան այդ բանը։ Այսինքն այս անօրենությունների մեջ այս խայտառակ գռեհիկությունների մեջ սրա օգտագործած արտահայտությունները պրակտիկան, եսին ինչը, սա խայտառակություն է, ուրիշ բառով չեմ կարող բնութագրեմ այս մարդուն։ Նայեք, իշխանության հետ կարծեք թե որոշ եկեղեցականներ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ քաղաքական դաշտ են մտնում եւ հենց նույն Արշակ Խաչատրյանը այսօր հայտարարեց, որ ինքը 2018-ին էլ շատ բաներ իրեն դուր չեն եկել, ինքը համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց չի համակրել, բայց չի բարձրաձայնել, բացահայտ է, հա, ակնհայտ է, որ եկեղեցում իշխանության հետ տարաձայնություններ կան։ Ըստ ձեզ ում օրակարգն են նրանք սպասարկում։ Լիլիթ ջան, ես ձեզ ասեմ ում օրակարգն են սպասարկում, ինձ թվում է պարզ կլինի։ Կներեք հարցով, այսպես ռետորական մի բան ասեմ, իսկ 30 տարի առաջ կարծեմ հենց ինքը Սամվել Խաչատրյանը այսօր օգտագործեց այդ արտահայտությունը վերջի 30 տարիներին։ Իսկ իրանք ուր էին վերջի 30 տարիներին։ Դուք հիշում եք մի դեպք, որ նախկին իշխանությունների ժամանակ Սամվել Խաչատրյանը հարցազրույց է տվել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի հավատացյալի երեսին նայել, հա։ Սամվել Խաչատրյանը պարզ է ում օրակարգն է, ում օրակարգով է առաջ գնում, ոչ միայն ինքը, նաև այն, որ ինքը ասում է ես չեմ հեռանա, դե ինքը պարզ է, որ չի, ասում է կաթողիկոսը չի հեռանա, լսի, կաթողիկոսը եթե հեռացավ, դու իր հետ միասին ու մի քանի հոգևորականներով հեռանալու եք, դրա համար կաթողիկոսը չի հեռանա։ Իսկ ինչ վերաբերվում է հակադիր մտքերին վարչապետի հետ, Սամվել Խաչատրյանը շատ փոքր մարդ է, որ հակադիր մտքեր ունենա վարչապետի հետ, ինքը հաստատ այդ մարդը չի, որ քննադատի կամ քաղաքականության մեջ մտնի։ Քաղաքականության մեջ մի քանի հոգի մտել էին, գիտենք, հայտնի վայրերում են գտնվում։ Իդեպ նա կաթողիկոսի գնալը համարում է դասալքություն այն պարագայում, երբ արդեն այդքան հեղինակավոր եպիսկոպոսներ են պահանջում փաստացի նրա հրաժարական այս մասով ինչ կասեք։ Ժողովուրդ ջան, ոնց ասեմ, այս եպիսկոպոսները, որ համարձակ մարդիկ գտնվեցին,
Մասնավորապես 2 հոգու հետ ընդունվել եմ ճեմարան եւ ավարտել եմ ճեմարանը Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի եւ Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյանի շատ կարգին մարդիկ են իրանց ուղակի հիմա սկսել են թիրախավորել դրա համար ես անձամբ եմ զբաղվելու այդ մարդկանց որ հանկարծ բան չասեն որտեվ շատ սխալ է այսօր ես ասում եմ եթե նրանք դուրս են եկել կտրիկչի դեմ իրանց այդ շատ կարևոր բան են արել ես միգուցե սա սենց ասելու չի Լիլիթ ջան բայց երևի իրանց էլ են չէ մեղադրում ինչ-որ արարքների մեջ բայց եթե իրանց բոլորի արարքները միացնենք կտրիչի արարքների կեսը չկա կտրիչը հիշենք այն պահը երբ որ հայրական հորդոր էր հղում Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի աթոռը Էդի կարար ասենք Վազգեն կաթողիկոսը այդպես բան ասել, չնայած այդ մարդը կյանքում իրան թույլ չէր տա։ Կտրիչ Իրանից ինչ է ներկայացնում, որ ելի մի հատ էլ հորդորի վարչապետին գնալու։ Ինչ թվում է սա վերջի շունչն է Լիլիթ ջան, վերջի այսպես ասած են ոնց ասեմ, ծանրագույն իրավիճակի մեջ են հայտնվել, պետք է գնան։ Ուրիշ տարբերակ չունեն, պետք է գնան։ Հենց նույն Արշակ Խաչատրյանը իր հարցերը թողած անցում էր կատարել քաղաքական հարցերին եւ ասում էր, որ պետք է իշխանությունը հեռանա, իշխանափոխություն պետք է լինի, եպիսկոպոսներին, ովքեր միացել են վարչապետին մեղադրեց, այսպիսի մի արտահայտություն արեց, որ նրանք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ պետականական գործունեության պատասխանատվությունը։ Ծիծաղ առաջացնում մոտս։ Գործունեություն, գործակալություն, ինձ թվում է այդ բառերը ավելի շատ իրանց կբնորոշեն Կտրիչ Ներսիսյանին, իր եղբորը, մենք հիմա խոսում ենք, ասենք, Կտրիչ Ներսիսյանից, Սամվել Խաչատրյանից, բայց այնտեղ կա նաև նրա եղբայրը, որի գործունեությունը, որի արարքները ոչ մի նորմալ ռամկեքի բանի մեջ չի մտնում։ Լիլիթ ջան, եկեք մի հատ ուրիշ բան ասենք։ Տեսեք, հիմա այսօր քանի որ եկեղեցու գործունեությունը ուզում են բերեն դաշտ մեծ հասկանանք այդ նվիրատվությունները միլիոնավոր դոլարները որ փոխանցվում են ինչի վրա են օգտագործվում դրա համար այս մարդիկ սարսռած են այս երևույթներից որովհետև կոնկրետ ասենք այդ մարդկանց ասում են եղբայր դու միլիոնավոր մենք բոլորս գիտենք եկեղեցին ինչ հարստություններ ունի Լիլիթ ջան այդ հարստությունները Վարչապետն ասում է մի հատ եկեք մի հատ տենանք այդ ամեն ինչը որ դուք ունեք ես մի առիթով ասել եմ սրանց հեռանալուց հետո անմիջապես իրավապահները պետք է մի հատ գործունեություն իրականացնեն Գանձատանը թանգարաններում մի հատ տենան այդ ինչ հարստություններ որ մենք ունենք տեղում են թե չէ ես ուղղակի Լիլիթ ջան մի քիչ շեղվում եմ հարցից որովհետև չեմ կարա մեկնաբանեմ ասենք Արշակ Խաչատրյանը, այսպես կոչված, 2 ժամանոց ասուլիս է տալի։ Այդ ինչքան մարդ պետք է քեֆը լավ լինի, որ այդ բանը լսի։ Առանց մեկնաբանության Լիլիթ ջան, ինչ վերաբերում է Սամվել Խաչատրյանին, Կտրիչ Ներսիսյանին, սա վերջն է։ Մեր ժողովրդական լեզվով ասած փասափուսեկդ հավաքեք։ Այս ասուլիսը լսելուց հետո շատ բան կարելի ասել բացահայտվեց, հա, երևի թե այնինչ չգիտեինք էլ, կարելի ասել Արշակ Խաչատրյանը բացահայտեց եւ կարող ենք ասել, որ նա խոսում էր Կտրիչ Ներսիսյանի շուրթերով։ Դրանք մի մարդ են։ Հարգելիս, դրանք մի մարդ են։ Առանց Արշակ Խաչատրյանի չկա Կտրիչ Ներսիսյան, առանց Կտրիչ Ներսիսյանի չկա Արշակ Խաչատրյան եւ դրանց կարելի է միացնել նաեւ մի մարդու, որի անունը Սամվել Հովհաննիսյանն է քաղաքացի։ Ես ուղղակի իրան շուտվանից եմ ճանաչում, դրա համար դիմում եմ ավազանի անուններով, որտեղ դրանք հոգևորականներ չեն։ Դա Նաթան, այսպես կոչված Նատալի Հովհաննիսյանն է, որին այն օրը ժուրնալիստը մոտիկացել հարց է տալիս, չի պատասխանում։ Վերջում այս ժուրնալիստը ջղայնացավ, ասեց ձեր մասին վատ բաներ են գրում։ Դա ձեզ չի անհանգստացնում, ասեց իմ մասին հոգ չէ։ Այսինքն այդ մարդը այնքան է խայտարակվել, հանձնվել, ինքը համաձայն է այդ ամեն ինչի հետ։ Դրա համար ինչ մեկնաբանի։
Ես մի քիչ ձեր հետ համաձայն չեմ, որ ասում եք այսօրվա հարցազրույցի ժամանակ շատ բաներ բացահայտվեց։ Շուտ վանից ամեն ինչ բացահայտված է եղել։ Ես դες մի ուրիշ բան ասեմ, Լիլիթ ջան, դուք հիշում եք մի դեպք, որ նախկինում ինչ որ մի լրագրող ասեր ընդդիմադիրներին հրավիրում եմ, ասենք, ստուդիա, կամ ինչ որ մի լրագրող գնար, որ ինչ որ մի հոգևորականից հարցազրույց վերցներ։ Դուք դες դեպքեր եք հիշում։ Դες բան ես չեմ հիշում։ Կխնդրեմ անդրադառնանք նաև արքեպիսկոպոսների երկրորդ հայտարարությանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, մասնավորապես նրանք նշել էին, որ շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր եկեղեցու ներսում եւ մեր եկեղեցու շուրջ արկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունը։ Այս մասով ինչ կասեք։ Ասեմ 1999 թվականի հոկտեմբերի 28-ից մենք ամենայն հայոց կաթողիկոս չունենք։ Ցավալի բան եմ ասում, թող մեր ժողովուրդը համակերպվի սրա հետ։ Ինչ վերաբերվում է եպիսկոպոսներին, նայեք ես դες ժամանակագրություն ուղղակի ասեմ, այն նոր է եղել։ Ժամանակագրությունը ասեմ հասկանանք։ Եպիսկոպոսները նամակով դիմում են Ներսիսյան կտրիչի, ասում են Խաչատրյան Սամվելի բարեվարկությունը հարց է առաջացնում։ Պետք է ինքը եկեղեցին թողի, նույնիսկ եթե չեմ սխալվում, ժամանակավորապես եկեղեցուց դուրս մինչև պարզվեն ինչա տեղի ունեցել։ Կտրիչ Ներսիսյանը սա համարվում է առ ոչինչ։ Այս ինչ արտահայտություն է, ինչ նշանակում առ ոչինչ։ Դա նշանակում է, որ ինքը այդ 10 եպիսկոպոսներին էլ առ ոչինչ համարում։ Եթե իրանց հայտարարությունը նրա համար առ ոչինչ է, ուրեմն իր համար էլ են այդ եպիսկոպոսները առ ոչինչ։ Իսկ այդ մարդիկ, մենք հիմա չենք քննարկում այդ մարդիկ ինչ կյանքով են ապրել, այդ մարդիկ պարզ բան են առաջարկել, ասել են հանի արշակին, մինչև հասկանանք ինչ է անում։ Ու փոխանակ նրա, որ մի քիչ մարդ գտնվի մարդը եթե մի քիչ մարդ գտնվի, կկանչի բոլորին, կասի ժողովուրդ ջան, ներքին ձևով, սենց բան է եղել, եկեք մեկը մեկից ներողություն խնդրի, ներողությունից իրանք կիլոմետրերով հեռու են։ Ճեմարանական տարիներում, ով որ դառնում էր աբեղա, սրանց գոռոզությունը, սրանց պոռոտախոսությունը, սրանց այս քիթները վերև բարձրացրած պահելը, ես տեսել եմ 30 տարի նրանք կուսակրոն հոգևորական ձեռնադրվելուց հետո իրանց ճեմարանի լսարանի 4 տարի ապրած ուսանողին չէին ճանաչում, ասում են դեմքը ծանոթ է։ Իմի բերելով այս ամենը ինչ զարգացումների ականատես կլինենք, վստահ եմ դուք ներսում ընկերներ ունեք, որոնց հետ կապի մեջ եք, ինչ կասեք այս մասին։ Շատ մարդիկ կան, այո, ներսում ես ունեմ, ես լավ արքեպիսկոպոս եղբայրների հետ եմ շփվում, շատ նորմալ մարդկանց հետ։ Սպասում ենք, սրտատրոպ սպասում ենք իրադարձությունների զարգացմանը ի օգուտ հայ առաքելական եկեղեցու։ Սրտատրոպ սպասում ենք։ Ինձ թվում է վերջը մոտ է։ Կտրիչ Ներսիսյանին առաջարկում եմ արդեն մի քանի հոգի հանդես են եկել հայտարարությամբ, որ կխնամեն իրան։ Թող գնամ, մի հատ միսենյականոց տուն կվարձենք, կամ կարա գնա մի հատ, ասենք օրինակ Իրանում կա Սուրբ Թադեոս Բարդուղիմեոս մեծ վանական տաճար, կարա գնա այնտեղ ու ապաշխարի մինչև իր կյանքի վերջը։ Շատ ուրախալի բաներ են մեզ սպասվում։ Ձեզ էլ եմ շնորհակալ, համբերություն եմ մաղթում մեզ, ձեզ բոլորիս, հույսով եմ շուտով ականատես կլինենք լավ իրադարձությունների։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Արթուր Սարգսակ Կարապետյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։